անշական ստացվում։ Ճիշտն ասած, Նարեկը եւ խնդրեց զեկուցում պատրաստել, ինձ համար մի քիչ բարդ էր, քանի որ գիրքը, որի շապիկը դուք տեսնում եք ձեր էկրաններին, չգիտեմ, եթե ես նաեւ զուգահեռաբար երևում եմ, ինքը բավականին մի հաստ աշխատություն է, 600 էջից ավելին, ես այն գրել եմ շատ երկար եւ շատ վաղուց ավարտել եմ, այսօր հանկարծ անդրադարձա, որ արդեն 10 տարի է ինչ գիրքը դուրս է տեսել եւ դրա համար մի քիչ նյութից հեռացել եմ, այնպես որ ներողամիտ կլինեք, եթե ինչ-որ մանրամասներ չհիշեմ, բայց բոլոր դեպքերում գիրքը կա, կարելի է բացել, կարդալ, անհրաժեշտ կամ հետաքրքրող հարցերին այնտեղ գտնել պատասխան։ Գիրքս վերնագրել է 7 օր 7 գիշեր հայոց հարսանիքի համայնապատկեր եւ այս 7 օր 7 գիշերը նկատի ունեի ոչ միայն այն, որ շատ երկար ժամանակ է պետք որ այս գիրքը կարդաս, այլ հարսանիքի այն տարածված երկրորդ անվանումը հեքիաթներում շատ հաճախ հանդիպող, որ զույգը միավորվեց, վերջապես եւ 7 օր 7 գիշեր հարսանիք արեցին եւ շատ հաճախ մարդիկ մտածում են, որ իսկապես, քանի որ դա ամրագրված է մեր ժողովրդական հեքիաթում, բանավոր խոսքում, տարբեր բանահյուսական տեքստերում, ուրեմն մեծ հավանականությամբ հենց այդպես էլ եղել են մարդիկ 7 օր 7 գիշեր կեփ են արել, ամուսնացել են եւ խնդիրն է պարզելու, թե այդ 7 օր 7 գիշերը ինչպիսի ծեսերից էր բաղկացած, որն էր այն ճիշտ հին հայկական մաքուր հարսանիքը, որի փնտրտուքները մինչ օրս շարունակվում են եւ պիտի չթաքցնեմ, ես նույնպես երբ որ սկսում էի իմ հետազոտությունը, կարծում եմ, որ այո, երևի պատմության մութ էջերում թաքնված է այն նկարագրությունը, որը կարելի է գտնել եւ հասկանալ կամ վերակազմել, թե ինչպիսի ծեսերից է բաղկացած եղել այն համալիրը, ծիսական համալիրը, որին իրավունք ունենք անվանել ազգային հայկական, միայն հայկական հարսանիք։ Եվ որքան խորանում էր իմ ուսումնասիրությունը եւ տարածության մեջ, եւ ժամանակի մեջ, այնքան ավելի աղոտ էր դառնում այդ պատկերը, թե ինչ է կարելի համարել այն միասնական, միատեսակ մի համալիր, որը մեզ թվում է, թե պիտի միավորեր կամ լիներ համընդհանուր հայերիս համար։ Ներեկես։ Ես փաստորեն իմ համար հարսանիքը դարձավ ոչ միայն ուսումնասիրելու թեմա, այլ նաև միջոց, որի շնորհիվ փորձեցի ծանոթանալ տարբեր մեթոդների, մեթոդաբանության, թե ինչպես է կարելի վերլուծել ժողովրդական մշակույթը, ոչ նյութական ժառանգությունը, մեր հասարակությունը տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես նաև այսօր, եւ հասկանալ, թե ինչպիսի հանգամանքներ, գործընթացներ կարող են ազդել, փոխել եւ ինչպես է կարելի այդ մեր ստացած ժառանգությունը եւ ամենուր փոփոխվող իրականությունը տեղավորել համամարտկային գործընթացների մեջ, հասկանալու մեր տեղն ու դերը, արդյոք դա կարելի է տարանջատել, թե ընդհակառակը պետք է նայել որպես մի միասնության, ամբողջականության մի մաս։ Այս առումով երևի թե ամենահրապուրիչը եւ ամենահետաքրքիրը շատ հետազոտողների համար եւ հարսանիքի հետ կապված բազմաթիվ հարցերը հաշվի առնելով կարելի է ասել, որ ծիսառասպելաբանական վերլուծություններն էին, որ այս սովորությունը դարձնում էին հատկապես հրապուրիչ, մի տեսակ գաղտնիքներով լի, երբեմն կարիք ունեցող, որպեսզի մեկը գա, մեկնաբանի, բացատրի, թե
որ խորհրդանշանը ինչ է նշանակում, որ ծեսը ինչպես են արել, երբեմն նույնիսկ վերականգնել կամ վերակազմել ինչ որ մի իմաստ բովանդակություն, որը ժամանակի ընթացքում կորսվել կամ փոխակերպվել է։ Սա իրականում բավականին բարդ խնդիր է, ինքը հնարավորություն է տալիս տարբեր սպեկուլյացիաներ անել, երբեմն մեկնաբանությունը ներկայացնել որպես միանշանակ բացատրություն, երբեմն անտեսել այն մարդկանց ընկալումները, ներքին մղումը, թե ինչի են նրանք այս ծեսը անում այսպես կամ այնպես, բաց թողնել կամ հաշվի չառնել տարբեր ազդեցություններ, լինեն քաղաքական, մոդայիկ, գեղագիտական, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, այլ ծեսի տարբեր էլեմենտներ, տարրեր ընկալվում են որպես մի այսպես մնայուն գաղափար կրող, կարծես թե մի հատուկ լեզու։ Եվ այս առումով ծիսառասպելաբանական մեկնաբանությունները շատ խրթին են դառնում, խոցելի, տեղ են թողնում բազմաթիվ իրարամերժ մեկնաբանությունների։ Որոշ դեպքերում կարելի է ինչ-որ խորություն հաղորդել այդպիսի հետազոտությունների, բայց պիտի ասեմ, որ դրանց խորքային իմաստը այնքան է իսկապես խորանում, որ կորցնում է իր ազգային սահմանները, այսինքն որպեսզի կարողանանք ինչ-որ խորհրդանշանի իմաստ վերծանել, մեկնաբանել, ստիպված ենք լինում այն համեմատել բազմաթիվ այլ ժողովուրդների, թե ժամանակի առումով, թե տարածության առումով, եւ օրինակ որոշակի շերտ դուրս է գալիս, որ գրեթե բոլոր երկրագործական ժողովուրդների մոտ շատ համահունչ պատկեր է ստացվում, թե ծեսի կազմակերպման առումով, երբեմն օգտագործվող խորհրդանշանների առումով, նույնիսկ որոշ ծեսերի շատ զարմանալի նմանությունների առումով, որոնց առնչությունները այնքան էլ հեշտ չի վերակազմել, ասենք, չգիտեմ, հյուսիսլավոնական, հայկական, քրդական, աֆղանական, այսինքն այստեղ ոչ կրոնը կարող է միավորող լինել, ոչ հարևանությունը, երբեմն նայած թե որ շրջաններն ես վերցնում, իրար կողքի դնում, եւ բառապաշարի վերակազմությունն հարսանիքում օգտագործվող տարբեր բառեզրերի բացատրություններն էլ երբեմն տանում են եվրոպական ընդհանուր ինչ-որ մի համալիրի են հասցնում, որ իսկապես կորցնում ես այդ ազգայինի, հասկանում ես, որ տեղեր կան, որ երևույթները դառնում են, եթե ոչ համամարտկային, ապա առնվազն շատ լայն արեալային, դառնում են փոխկապված թե տնտեսության ձևի հետ, եւ ամենակարևորը իրենք շատ փոխկապված են դառնում ընդհանրապես ավանդական, նահապետական, կացուտաձևի, սովորույթների, արժեքային համակարգի հետ, եւ ծեսերը որպես կանոն դա որոշակի արժեհամակարգեր ամրագրելու, դրանք փոխանցելու, ավելի ընկալելի դարձնելու միջոցներից մեկն է։ Եվ այստեղ գալիս ես երկրորդ խնդրին, թե ամեն մի ծես նույնիսկ հարսանիքի ընթացքում ինչպիսի գործառույթներ ունի, ամեն մի միջոցառում ըստ էության ինչ խնդիր է լուծում, ում համար է այդ խնդիրը լուծում, նորից եթե վերադառնանք ժամանակի եւ տարածության մեջ, դրանք փոփոխական են, կարող են նոր իմաստներ, նոր գործառույթներ հանդես գալ եւ ամեն կոնկրետ դեպքում, երբ որ ուսումնասիրում ես, դա շատ հետաքրքիր մի process-ի է վերածվում, որովհետեւ նմանվում է գրեթե տենց դետեկտիվ մի վեպի, որովհետև կարիք ես ունենում հասկանալու, թե երբ փոխվեց իմաստը, ինչի հետ էր կապված այդ փոփոխությունը, ինչը ազդեց, որ այս ձևը փոխվեց այլ մեկ ձևով, եւ այդ առումով այստեղ
փոփոխությունները երբեմն շատ ավելի էական ու կարևոր են, քան այն, ինչ որ կրկնվում է։ Մյուս կողմից ամեն մի ծեսի տրվում է որոշակի կշիռ, որոշակի մեկնաբանություն, ամեն մի հասարակություն առանցին ծեսեր կարող է գնահատել, գերագնահատել, անտեսել, ինչ որ կշիռ տալ, հա, եւ այդ առումով հանկարծ պարզվում է, որ հարսանիքները, իսկ հայերիս համար հատկապես հայոց հարսանիքը շատ կարևոր դեպքերում հանդես է գալիս որպես ազգային խորհրդանիշ, նույնիսկ չխորանալով այն հարցի մեջ, թե ինչ պատկեր ենք մենք ենթադրում այդ հարսանիք ասելով, կոնկրետ ինչ տեսեր ենք ենթադրում դրա մեջ որպես պարտադիր, ինչը գտնում ենք, որ կողքի ազդեցությունն է, անկախ բովանդակության մեջ մտնելու, ասում ենք հայկական հարսանիք ու ընկալում ենք դա որպես մեր հայկականության նկարագրություն, նկարագիր եւ այդ բարակապակցությունը երբեմն անկախ բովանդակությունից ինքնին դառնում է խորհրդանշան, այնքան կարևոր, որ ասենք, ինչպես գիտեք, Շուշիի օպերացիան ստացել է ժամանակին հարսանիք լեռներում անվանումը կամ խորհրդային շրջանում Գայանե բալետի լիբրետոն երբ որ փոխվում էր եւ փորձ էր արվում ինչ որ մեկ այլ բովանդակություն մեջը դնել, քանի որ խորհրդային կարիք ուներ վերանայման, ապա ուղղակի հայկական հարսանիքի սյուժեն մեջը դրվեց եւ դրա շուրջը հյուսվեց այդ ամբողջ շատ կարեւոր ուրեմն բեմադրությունը։ Մյուս կողմից բավական է նայել, թե ինչքան արագ սկսեցին հետ խորհրդային շրջանում, երբ որ ազգային պետություններ կարելի ասել երրորդ հանրապետություններ ձևավորվում, տարբեր կլիպերում, տեսաերիզներում, տարբեր առիթներով անընդհատ անդրադարձ կատարվում հայկական հարսանիքին։ Սա այն կարևոր կետերից է, որը ցույց է տալիս, որ այս կամ այն ժողովուրդը գտնվում է ազգ ստեղծելու ժամանակակից իմաստով ազգ ստեղծելու ճանապարհին, որը փորձում է ընտրել պայմանական խորհրդանշաններ եւ դրանց շուրջ կառուցել ինքնություն։ Եվ այդ առումով ստացվում է, որ այդ խոսույթը քննարկումը հարսանիքի շուրջ անկախ բովանդակությունից արդեն ցույց է տալիս, որ մենք այդ նման դրդուկի մեջ ենք եւ հարսանիքը նման գործառույթ ունեցող կարևոր թեմաներից մեկն է դառնում եւ այդ առումով իսկապես ինքը կարևոր է դառնում նաեւ այն հետազոտողների համար, ովքեր որ ուզում են ուսումնասիրել ազգային ինքնության հետ կապված քննարկումները, խոսույթները եւ կփորձեն հասկանալ, թե կոնկրետ հարսանիքի միջոցով հատկապես ինչ երևույթներ են ընդգծվում։ Եվ վերջապես, ու միգուցե ամենակարևոր մի բանը, դա այն է, թե ինչ երևույթի հետ է կապված հարսանիքը, դա ընդամենը ամուսնությունը վավերացնող ծիսական մի համալիր է, իսկ ամուսնությունը նույնպես պետք է հասկանալ, որ այսօրվա մեր ընկալմամբ դա ոչ թե երկու անհատի հոժակամար որոշումն է միասին ընտանիք ստեղծելու, այլ մի բարդ տնտեսական պայմանավորվածությունների արդյունք է, որը տեղի է ունենում, այդ պայմանավորվածությունները տեղի են ունենում, ընթանում են մեծ ընտանեկան խմբերի միջև։ Դա դառնում է համընդհանուր համայնքային մի խնդիր, քանի որ եւ համայնքը պիտի տա իր համաձայնությունը, երբեմն նույնիսկ միջնորդությունը այդ կապ այդ ամուսնությունը վավերացնելու եւ երկու ընտանիքների գլուխները, ովքեր որ սովորաբար որոշում են կայացնում եւ նախ եւ առաջ որպես տնտեսական մի միջոցառում ոչ միայն ծախսերի առումով, որ հասանիքի ընթացքում ծախսեր են արվում, այլ ոչ ավելի հեռու նայելու,
թե որ ընտանիքը, որ ազգը ում հետ է բարեկամանում, նախ եւ առաջ դա, երկրորդը ինչ գլխագին է տրվում դիմաց ինչպիսի օժիտ ակնկալելու տեսանկյունից, երրորդը ամենակարևոր խնդիրը իհարկե պատխաբերություն ապավելու, այսինքն սերնդաճությունը հաջորդ սերունդը ունենալու խնդիրը լուծելու հարցն է, քանի որ երեխա ունենալը ամբողջ խմբի, ամբողջ մեծ ընտանիքի համար ընկալվում էր թիվ 1 կարևոր հարցը եւ ընտանիքի հարստությունը, գիտեք, ասենք, եթե խոսքը գնում է 19-րդ դարի մասին, դա նախ եւ առաջ օրորոցների քանակն է, ինչքան շատ օրորոց ունես, այդքան ակնկալվում է, որ ընտանիքը ավելի հարուստ է, ի տարբերություն այսօրվա մեր պատկերացումներից, որ շատ երեխաներ ավելի շատ խոսում են խնդիրների մասին, քան հարստության, բայց սա նաև տնտեսաձևի հետ է կապված, քանի որ սա այն ներուժն է, աշխատանքային ձեռքերն են, որոնք պիտի ապահովեն այդ ընտանիքի բարեկեցությունը։ Այսպիսով ամուսնությունը դա նախ եւ առաջ տնտեսական հարաբերություններ են, եւ այդ տնտեսական հարաբերությունները հասարակական պայմանավորվածությունների ընթացքում ձևավորվում են բազմաթիվ փոքր եւ մեծ քայլերից եւ այդ ամեն մի տալ, վերցնել, նվեր տալ, նվեր ստանալ, այն ինչ որ մենք անվանում ենք ուղղակի նվեր, այստեղ մեծ տնտեսական հարաբերությունների մի մաս է, պարտավորությունների մի մաս է, այնպիսի պարտավորությունների, որը սերնդեսերունդ փոխանցվում է, ես չգիտեմ իմ լսարանի միջին տարիքը, բայց եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր որ դեռ խորհրդային շրջանում էին ապրում կամ նույնիսկ եթե մի քիչ փորփրեն իրենց ընտանեկան արխիվները, ապա վստահ եմ կգտնեն տետրեր, որտեղ նշված է ընտանիքի անդամների հարսանիքների հետ կապված նվեր բերված գումարները, չգիտեմ, Պողոսյան Սարգիսը 50 ռուբլի, Սիմոնյան Գագոն այսքան ռուբլի դեռևս սովետական ու սա պատահական չի, որովհետև համանման հարսանիքի, համանման առիթով ենթադրվում էր, որ պետք է պատասխան նվերը լինի ոչ պակաս։ Սա ոչ միայն այն է, որ դու սիմվոլիկ առումով ես հարաբերությունները կարգավորում, այլ նաև սա խոսում է համայնքի միասնության մասին, դու տալիս ես ունենալու որոշակի ակնկալիք, որ կստանաս ժամանակին, եւ եթե ինչ որ պատճառով այդ կապը խզվում է, ինչպես դա հաճախ տեղի է ունենում ճգնաժամերի ընթացքում, օրինակ պատերազմների, քաղաքական մեծ փոփոխությունների, դա կարող է վերածվել ամբողջ խմբի ճգնաժամային իրավիճակի։ Այսինքն եթե հիշենք, թե ինչպես խորհրդային փլուզումից հետո պատերազմի էներգետիկ ճգնաժամի, ըստ էության քաղաքական տնտեսական ճգնաժամի տարիներին 90-ական թվականներին մենք ունենք իրավիճակ, երբ որ մարդիկ որպես նվեր կարող էին տանել ոչ թե գումար, համարժեք նրան ինչ որ ժամանակին ստացել են, այլ տանը եղած օրինակ սպասկեղենից ինչ որ մի բան, որը ժամանակին միգուցե արժեք ուներ, բայց այդ պահին այլևս այդ արժեքը չուներ, իսկ հարսանիք իրականացնող ընտանիքը այդ հաշվարկով էր շարունակում հարսանիքներ կատարել, ապա դա որոշ դեպքերում բերեց նրան, որ ընտանիքը ուղղակի ունեզրկվեց, իսկ այն ժամանակ, երբ որ կարող էին նոր էին սկսել բանկերից նաև որոշ գումարներ վերցնել, նաև մեծ պարտքերի տակ ընկան եւ երբեմն բարձանի պատճառ դարձավ հարսանիքը։ Այսինքն այդ ճգնաժամերը իրենք անմիջապես անդրադարձան ոչ միայն ծեսը կատարելու վրա, այլ նաև ամուսնության
եւ ընդհանրապես հարսանիք կատարելու տրամաբանության վրա, որը իսկապես 90-ականներին խորը ճգնաժամ էր ապրում։ Երևի դրան դեռ անդրադառնալու հնարավորություն կունենանք։ Մի հատ եթե վերադառնանք այն առաջի կետին, որ ասում է առասպելաբանական մեկնաբանությունները կարծես թե ամենահետաքրքիրն են, որովհետև իրենք խոսում են ծեսի կառուցվածքի մասին, ծեսի խորհրդաբանության մասին, եւ դա շատ հաճախ է մարդկանց թվում ոչ միայն առավել հրապուրիչ, հիմնավորող այս կամ այն ծեսը ազգային անվանելու համար, այլև որով նրանով է հրապուրիչ, որ թվում է, թե սա շատ հին է, մնայուն է եւ անփոփոխ է։ Սրա մեջ կա որոշ չափով ճշմարտություն, բայց այդ ճշմարտությունը մասամբ է եւ պետք է հասկանալ, թե որ մասով է։ Ճշմարտությունն այն է, որ հարսանեկան ծեսերը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց տեսակով, իրենց կառուցվածքով կարելի է դասել այսպես կոչված անցումային ծեսերի շարքին։ Նրա այդ ծեսերը նաեւ կոչվում են նվիրագործման ծեսեր։ Եվ այդ նույն ծեսերի շարքին է դասվում, կարելի է դասել նաև շատ ժամանակակից ծեսեր, ինչպես օրինակ նույն վերջին զանգը, որի ականատեսն ենք մենք այսօր։ Որն է այդ ծեսերի իմաստը եւ բովանդակությունը։ Սա այն ծեսերն են, որոնք ձևավորում են անցումը, սոցիալական սովորաբար անցումը, որը մարդը ապրում է լքելով մի խումբ, անցնելով մեկ այլ խումբ, ստանալով նոր սոցիալական կարգավիճակ։ Այսինքն, եթե սորվա վերջի զանգին անդրադառնանք, ապա աշակերտները այլևս այս ծեսից հետո, այս անցումից հետո չեն լինի աշակերտ, կարող են լինել ուսանող, կարող են դառնալ, չգիտեմ, զինվոր, բոլոր դեպքերում իրենց կարգավիճակը փոխվում է։ Նման անցումային ծեսերը շատ են։ Դրանց ամենաակնառու եւ ամենաավանդական տարբերակներն են ծննդյան, ծննդաբերության հետ կապված ծեսերը, հարսանեկան ծեսերը եւ հուղարկավորության հետ կապված ծեսերը։ Այս երեք մարդու կյանքի կարևոր փուլերը նշող ծեսերը կառուցվում են միևնույն տրամաբանությամբ։ Երեխան երբ որ ծնվում է, պայմանական ասածով, այն աշխարհից գալիս է այս աշխարհ, եւ եթե նայենք ծեսերի տրամաբանությունը, ապա մենք կտեսնենք, ոնց այն աշխարհից տեղափոխում է այս աշխարհ, ինչ որ ձևով պետք է ձևավորվի, ծեսերի միջոցով պատմվի։ Նույն բանը արվում է հարսանիքի ժամանակ, երբ որ հարսն ու փեսան ամեն մեկը իր հերթին պետք է մահանան իրենց նախկին կարգավիճակում, պայմանական ասած, որպես աղջիկ, որպես տղա, մահանում են եւ վերածնվում են նոր կարգավիճակում, որպես կին եւ տղամարդ։ Եվ այդ անցումը ցույց տալու համար այս ծեսում կան բազմաթիվ առանձին ծեսեր, որոնց իմաստն ու նպատակը անկախ նրանից նրանք միասին են լինելու թե ոչ, այլ ուղղակի այդ մարդու աճը ցույց տալու համար, իր կարգավիճակը, սոցիալական պայմանների փոփոխությունը արձանագրելու համար ստանում է որոշակի ծիսական ձևավորում։ Սա այն է, ինչ որ մեր ժամանակակից կյանքում մենք սովորաբար նշում ենք ծննդյան օրերի միջոցով, բայց ինչպես երևի ձեզանից շատերը գիտեն, չի եղել ծնունդ 19-րդ դարում, ծննդյան օրեր չեն նշել, այդ ծննդյան օրերը եղել են շատ պայմանական, մեծ մասամբ մարդիկ մոտավոր են իմացել, իրենց ծնունդը կապել են ինչ-որ այլ իրադարձության հետ, չգիտեմ, մեկ տարին կովը ծնեց, կայծակը մեկին խփեց, պատերազմը սկսվեց, եւ դրա հետ էլ նաեւ կապված է այն, որ նույնիսկ 20-րդ դարի սկզբում շատ-շատերի անձնագրերը, երբ որ սկսեցին տալ եւ վավերացնել այդ մարդկանց
ծննդյան թվերը, դրանք շատ մոտավոր թվեր էին ստացվում։ Լավ է, եթե գյուղում կար եկեղեցի, ծխամացան, որտեղ դա ինչ-որ ձևով արձանագրվում էր, բայց եթե խոսքը վերաբերվեր օրինակ, թե մարդ ծննդյան օր նշի, դա ուղղակի բացառվում էր, չկար ոչ նման սովորույթ, ոչ նման պատկերացում։ Իսկ մարդու աճը նշելու համար կային այսպիսի խմբային ծեսեր, որոնք որ արձանագրում են երբեմն մարդու ֆիզիոլոգիական փոփոխությունները, առաջի սափրվելու ծեսը, կամ փոքր երեխայի մոտ եղունգը կտրելը, մազը կտրելը, դրանք այդ աճի փոքր նշաններն են, որ մարդու մարմնի հետ է կատարում, եւ դրանք ծիսականացվում են։ Կանանց մոտ, աղջիկների մոտ դաշտանաշրջանի առաջին դաշտանի հետ կապված ինչ որ փոքր ընտանեկան նեղ ծիսակատարություն եւ այլն։ Այդ անցումից հետո նաև կա մյուս կարևոր փուլը, երբ որ հարսն ու փեսան պետք է վերականգնվեն այդ նոր կարգավիճակում որպես արդեն նոր խմբի անդամ, կանանց եւ տղամարդկանց անդամ, ուրեմն ծեսի ընթացքում պետք է այդ իրենց կարողությունները ինչ որ ձևի դրսևորվեն։ Հիմա որպեսզի այդ անցումը ցույց տրվի ծեսում, ինչ որ ձևի պատմվի, շատ հաճախ այդ պատմությունը, եթե վերածենք խոսքի, ինքը կհիշեցնի մեզ հրաշապատում հեքիաթը։ Եթե փորձենք ամենասխեմատիկ ձևով դա պատկերենք, հերոսը, որը գնում է այն աշխարհ, փորձություններ է անցնում, հերոսություններ է անում, այնտեղ այն աշխարհում ձեռք է բերում իր միակ ուրեմն հարսնացուին, այն աշխարհից այդ հարսնացուին վերցնում եւ գալիս է այս աշխարհ։ Այս ճանապարհորդությունը դեպի այն աշխարհ, ուղևորությունը եւ վերադարձ դեպի այս աշխարհ, որի արդյունքում ինքը արդեն ամուսնանում է եւ դառնում է թագավոր, մոտավորապես այն տրամաբանությունն է, որը հասարակական ծեսի ընթացքում պատմվում է եւ Փեսայի այդ ճանապարհորդությունը դեպի հարսի տուն, հարսին վերցնել եւ վերադառնալ Փեսայի տուն, ծեսերի առումով ունեն բազմաթիվ զուգահեռներ եւ սա բնորոշ է ոչ միայն հայերին, սա բնորոշ է տարբեր գրեթե բոլոր ժողովուրդներին, գոնե հնդեվրոպական այս մեծ ծավալի ժողովրդական արեալը նույն տրամաբանությամբ է կառուցում իր բոլոր հարսանիքները, այսինքն եթե այնքան խորանանք, որ փորձենք դրա մեջ տեղավորել, սխեմայի մեջ տեղավորել, ապա այն չի լինի զուտհայկական, այն կլինի շատ ավելի ընդհանուր ամուսնական ծեսի տրամաբանությունը։ Նույն ձևի դեպ հուղարկավորության ծեսերն են կառուցվում են այդ նույն տրամաբանությամբ, երբ որ հանգուցալին սկզբից փորձում են անջատել իր ընտանիքի անդամներից, ովքեր որ այստեղ մնում են, հուղարկավորության ծեսի ընթացքում կարծես թե այդ անցումն է կատարվում, հետո ինքը միանում է այլ հանգուցալների հետ այն աշխարհում։ Այսինքն այդ որ ասում ենք անցումային ծեսեր, դա է տրամաբանությունը, անջատել մի խմբից, կատարել անցում, վերակազմել նոր խմբի մեջ, որպես նոր խմբի անդամ։ Եվ հարսանիքի տարբերությունը այն է, որ դա արվում է այսպես ոնց որ թե թագավորական ծածկագրի տակ, որովհետև Փեսան այս դեպքում դառնում է ամենակարևոր մարդը, պատահական չգիտեք, որ մեր հարսանիքում Փեսային մենք ասում ենք թագավոր, եւ հարսը, որը այդ առումով ավելի նվազ նշանակություն է ունեցել ավանդական հարսանիքում, թագուհի ենք անվանում, որովհետեւ ինքը թագավորի զուգընկերն է, բայց առանցին թագուհի դու իրան չես հանդիպում, մինչդեռ բազմաթիվ ծեսերում թագավորը որպես թագավոր հատուկ նշվում է, ընդգծվում է եւ ինքը որպես միասնական առանցին ավտոնոմ հնարավոր հանդես գալիս է։ Եվ մի կարևոր հանգամանք էլ այդ արխայիկ շերտը հասկանալու համար, դա այն է, որ հարսանիքի մասնակիցների համար, տարբեր մասնակիցների համար հարսանիքը կարծես ընթանում է տարբեր ռեժիմների մեջ։ Եթե հարսի եւ Փեսայի համար սա շատ
խիստ ծես է, որտեղ նրանց ամեն քայլը հաշվարկված է։ Նրանք խախտելու, իրենց ազատ պահելու, զգացմունքներ ցույց տալու որևէ հնարավորություն չունեն։ Սա իսկապես խիստ ծիսականացված գործողությունների շարք է թե հարսի համար, թե փեսայի համար։ Սակայն հարսանիքի այլ մասնակիցների համար այս ծեսը ընթանում է մեկ այլ ռեժիմի մեջ։ Նրանց համար սա ոչ այնքան ծես է, որքան տոն է։ Թվում է, թե տոնը ու ծեսը, այսպես տոնածիսական համալիր, ասում ենք, մի ընդհանուր տրամաբանության մեջ ենք նայում, մինչդեռ տոնը եւ ծեսը մասնագետների համար կարծես թե իրար ճամբարի տարբեր կողմերում գտնվող, տարբեր ճամբարներում գտնվող երևույթներ են։ Եթե ծեսը հանդիսավորություն է, զգաստություն է, կանոնին հետևելն է, լրջությունն է, ապա տոնը դրա հակառակն է։ Դա էմոցիոնալ զգացմունքները ցույց տալու հնարավորություն է, դա կանոնը խախտելու հնարավորություն է, դա միասնականությունը ցույց տալու հնարավորություն է, համայնքը միասին այդ իր մեջ եղած տարբերությունները անտեսելու բացառիկ հնարավորություն է։ Եվ հենց այդ պատճառով է, որ մարդիկ տոնի ժամանակ ուրախանում են, այդ միասնական զգացողությունն է շատանում, իսկ երբ որ լինում է այդ հանդիսավորությունը, ծիսական պահը, դա իրենց խիստ զգաստացնում է։ Հարսանիքի ընթացքում մենք ունենք երկու ռեժիմներ, ինչպես ասեցի, բայց տարբեր մարդկանց համար դրանք տարբեր ձևով են ընթանում։ Եթե մասնակիցները ուրախանում են, կարող են պարել, տարբեր կատակներ անել, իրար ձեռ առնել, դա ներվում է, դա հանդուրժվում է, դա խրախուսվում է, քանի որ ծիծաղն ու ուրախությունը դառնում է պարտադիր պայմաններից մեկը, ապա հարս ու փեսայի համար, ովքեր որ այդ անցումային ծեսը պիտի անցնեն եւ իրենց համար դա նախ եւ առաջ փորձություն է, նրանք այդ հնարավորությունը արխայիկ, այսպես ասված ավանդական ծեսում չունեն։ Եվ այստեղ հարց է դառնում, թե իսկ ինչ համարել ավանդական հարսանիք, որովհետև այսօրվա հարսանիքում մենք տեսնում ենք, որ կարծես թե մի քիչ իրավիճակը փոխվել է, հարսն ու փեսան լավ էլ ուրախանում են, լավ էլ քեֆ են անում, ասում են, ի վերջո սա մեր հարսանիքն է, ոնց ուզենք տենց էլ կանենք, մի լավ էլ կհարբեն, մի լավ էլ կպարեն, ու իհարկե կախված մարդուց, կախված իրավիճակից, կախված ընտանիքից, դա կարող է տարբեր ձևով լինել, բայց բոլոր դեպքերում դրան մարդիկ վերաբերում են ավելի այսպես ավելի հանդուրժող են այդ տարբերություններին։ Իսկ ինչն է այդ դեպքում ավանդականը, որտեղ երբ մենք ասում ենք ավանդական, կարծես մի տեսակ սրբազան վերաբերմունք է մեր մոտ միանգամից առաջանում, որ վայ, սրա չի կարելի վերթալ։ Սա այն մեկն է, որը հնուց եկել է, որը մեր պապերը պահպանել են, հասցրել են մինչև մեզ, ուրեմն դա ճիշտն է, դա հնագույնն է, դա կարևորն է, եւ դրա մեջ պահպանված իմաստները պետք է հնարավորինս փայփայել, փոխանցել մյուս սերնդին, որպեսզի չկորցնենք առնվազն մեր ինքնությունը, մեր այսօրվա լեզվով ասած։ Այդ նման մոտեցումը ինքը շատ բնորոշ է 19-րդ դարի մարդու համար, որը ապրում է այդ ավանդական միջավայրում եւ որի համար տեղեկություն ստանալը, իր ապագան կառուցելը մեծ մասամբ կատարվում է այն նույն սխեմայով, ինչով որ ինքը ժառանգել է, որովհետև եթե դու երկրագործի զավակ ես, գյուղում ես ծնվել, մի ինչ-որ ընտանիքում, ամենայն հավանականությամբ քո ապագան էլ կլինի միևնույնը, դու էլ կդառնաս երկրագործ, դու էլ հող կմշակես կամ դու էլ անասնապահ կլինես եւ դրա համար քո պապերից ստացած տեղեկությունը, քո պապի անցյալը նաեւ քո ապագան է եւ դրա համար այդ թեև կան փոփոխություններ, իրանք միշտ կան, միշտ են եղել, բայց դրանք բավականի դանդաղ են եւ մի մարդու կյանքի ընթացքի վրա այդ փոփոխությունը, ժամանակի ընթացքի փոփոխությունը շատ նկատելի չէ։ Ասենք 19-րդ դարի մարդու կացուտաձևը շատ ավելի քիչ կտարբերվի 17-րդ դարի մարդու կացուտաձևից, քան 20-րդ դարի սկզբում եւ վերջում
ապրած մարդկանց կացոտաձևերը, պատկերացրեցիք, հա, փոփոխությունները իրանք միշտ են տեղի ունենում, 5-րդ դարում մարդ ուրիշ ձևի էր ապրում, 19-ում ուրիշ ձևի, 5-րդ դարի հարսանիքը վստահաբար կլիներ շատ ավելի տարբեր, քան 19-րդ դարի հարսանիքը, բայց միգուցե նրանց մեջ կարող ենք գտնենք ավելի ընդհանրություններ, քան 20-րդ դարի հարսանիքը սկզբում եւ վերջում, 20-րդ դարի, եւ դա ոչ միայն հայերիս մոտ է, դա ցանկացած ժողովրդի մոտ է, որովհետեւ մենք թևակողել ենք նոր դարաշրջան, որի արագությունը այդ մոդեռն ժամանակաշրջանը, արդիականության ժամանակաշրջանը ինքը ունի այլ արագություն եւ այդ փոփոխությունները շատ բնական են։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպես ձևակերպել, ինչ բան է ավանդականը։ Այդ իմաստով ես շատ հավանում եմ մեր գործընկերներից Գյորգի Դերլուկյանի ձևակերպումը, որը ինքը բանավոր լսել էր մեկ ուրիշից Էմանուել Վալերստայնից, որ հաջողությամբ ավարտված առնվազն մեկ անգամ կրկնվող փորձը կարելի է համարել արդեն ավանդույթ։ Եվ իսկապես մենք կարող ենք տեսնել, որ այդ հաջողված փորձերի կրկնությունը շատ վարակիչ է լինում։ Օրինակ Երևանում, երբ որ Սիրահարների պուրակը բացվեց, մեկ շաբաթ հետո ինքը դարձավ մի տեղ, որտեղ բազմաթիվ հարսանեկան խմբեր գնում էին իրենց այդ լուսանկարչական սեսիաները անելու, ամուսնական ալբոմի համար լուսանկարվելու, ինքը դարձավ մի տեսակ նոր քաղաքային ավանդույթ, որի կայացման համար պահանջվեց ընդամենը մեկ շաբաթ, թերևս նույնիսկ ավելի քիչ ժամանակ։ Այդ դեպքում կարծես թե ավանդական մեր պատկերացրած այդ եզրույթը կորցնում է իր իմաստը, բայց տարբեր ժողովուրդների համար այդ խնդիրը առաջանում է հասկանալու, ինչպես տարանջատենք էթնիկ կամ ազգային ավանդույթը, դրա ժառանգականությունը, մեկը մյուսից, արդյոք որևէ տարբերություն այստեղ չկա։ Օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևակերպմամբ դա մի քանի սերունդ բանավոր փոխանցվող, ժառանգվող եւ կենթանի պահվող մշակութային ժառանգությունն է, որ կարելի է համարել ավանդական։ Այստեղ մենք օրինակ հայերս ունենք խնդիր հատկապես ցեղասպանությունից հետո, երբ որ քո բանավոր փոխանցվող մեխանիզմները աղճատվել են եւ դու ունես մեծ ճեղքվածքներ այդ փոխանցման առումով, բայց այնուամենայնիվ հավակնում ես, հասկանում ես, որ ինչ-որ երևույթներ դու ուզում ես ընկալել եւ ներկայացնել որպես քո ազգայինը։ Եվ այս առումով իհարկե գիտական մեկնաբանությունը, գիտնականների բաժանումը, թե ինչ համարել ավանդական, ինչ համարել ժամանակակից, ինքը շատ ավելի խիստ է եւ ընկալելի։ Ավանդականի տակ, որպես կանոն, մեզ մոտ գնում է 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի մշակույթ, հայկական մշակույթը։ Ինչի է դա դառնում ավանդական, որովհետև մենք այն ունենք գրանցված։ Այն ինչ որ մենք ունենք 17-րդ դարում, ես այս պահին խոսում եմ հարսանիքի մասին, բայց հավատացեք, սա վերաբերում է ոչ միայն հարսանիքի։ Ես հարսանիքի մասին եմ խոսում, որովհետև ինքս շատ մանրամասն եմ ուսումնասիրել այս նյութը եւ որոշ չափով կարող եմ հենվել 15 տարվա արխիվային, դաշտային աշխատանքների փորձի վրա եւ այդ նյութը մշակելու վրա, բայց առիթ ունեցել եմ, վստահաբար կարող եմ ասեմ, որ բազմաթիվ այլ համալիրներ նույն տրամաբանության մեջ են շարադրված եւ կառուցված։ Ինչ է նկատի ունեմ։ 19-րդ դարում, երբ որ սկսվում է ժամանակակից ազգերի ձևավորումը, ժամանակակից ազգեր ասելով մենք նկատի ունենք մի տարածքի շրջան պետական սահմաններում ձևավորվող խմբի քիչ թե շատ նույնականացվող մշակույթ, լինի դա լեզուն, լինի ծեսերը, լինեն սովորությունները, լինի առօրյա պատկերացումները եւ այլն,
Ինչի դա մինչև 19-րդ դարը չէր կարող լինել, որովհետև կոմունիկացիան, կապերը, իրար հետ շփումը, գյուղից գյուղ, շրջանից շրջան, հատկապես մեր աշխարհագրական կտրտվածության պայմաններում ուղղակի տեխնիկապես էր անհնարին։ Դա տեղի ունենում սովորաբար 19-րդ դարում, երբ որ լինում է մասսայական արտադրություն ինչ-որ բանի, թերթեր, ամսագրեր, լրագրություն, ավելի մոբիլ փոխառնչություններ, կապեր եւ պետությունը դպրոցի, բանակի, հրատարակվող նյութերի շնորհիվ կարողանում է հասնել նրան, այսինքն ոչ թե դա նպատակ է, բայց դա ինքնստինքյան գործընթաց է, որ մի պետության սահմանում ապրող ժողովրդի մշակույթը քիչ թե շատ դառնում է նույնական, իրար շատ մոտենում են։ Մինչ այդ կտրտվածությունները, տարբերությունները, լոկալ դրսևորումները շատ ավելի բազմազան են։ Եվ ասենք, եթե համեմատես 19-րդ դարի օրինակ Սասունի հայկական եւ քրդական հարսանիքները, դրանք շատ ավելի մեծ հարազատություն կունենան, քան ասենք Սասունի հարսանիքը եւ ասենք Զանգեզուրի հարսանիքը։ Զանգեզուրյանի հարազատությունը ավելի ակնհայտ կլինի կովկասյան, նույնիսկ հյուսիսկովկասյան ժողովուրդների հետ։ Դա չի նշանակում, որ նրանք, չգիտեմ, տարբեր ազգեր են, հիմա այստեղ ինչ-որ հնուց եկել է, ոչ, դա նշանակում է, որ ունենք տարբեր ազդեցության հոսքեր, տարբեր վայրերում այդ ազդեցության հոսքերը գալիս են իրենց տրամաբանության մեջ, միշտ պետք է հիշենք, որ իհարկե պետությունները, կայսրությունները, արքունական հարսանիքները, նրանք սովորական ժողովրդի համար երբեմն դառնում են այսպես իդեալական, մոդելային, մարդիկ փորձում են նմանակել այդ առաջին դեմքերի հարսանիքները եւ օրինակ հայկական, վրացական հարսանիքների վրա մեծ մասամբ գիտենք, որ ազդեցություն է ունեցել բյուզանդական հարսանիքը, բյուզանդական կայսրերի հարսանիքը եւ դա կարող ենք վկայել միայն հայկական արքունիքի հարսանիքի մակարդակում, ոչ ժողովրդականի, որովհետև այդ հարսանիքների որոշ փոքր նկարագրություններ, կծկտուր նկարագրություններ կարող են հանդիպել խորենացու մոտ, բյուզանդի մոտ, բայց ամբողջական նկարագրություն, չգիտեմ, գյուղացու հարսանիքի, քաղաքացու հարսանիքի, որը առաջի դեմքը չի, հա, պետությանը պարզ է, որ թագավորի հարսանիքը բավականին կտարբերվի սովորական մահկանացու հարսանիքից, չասեմ, որ այդ սովորական մահկանացուն էլ կարող է լինել գյուղացի կամ իշխան կամ արհեստավոր, այսինքն իր սոցիալական կարգավիճակը, կարողությունները նույնպես տարբեր կլինեն եւ բնականաբար ըստ այդմ էլ իր հարսանիքը կլինի տարբեր։ Հեռու չգնամ, այս վերջերս այդքան աղմուկ հանած եւ դատապարտված Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը, հազիվ թե այսօր Հայաստանում ապրող միջին քաղաքացու հնարավորությունների սահմաններում կլիներ նմանատիպ մի բան կրկնել։ Եվ այս առումով իհարկե, բայց նույնիսկ այս պարագայում այսօր մենք գոնե տեսնում ենք այդ հարսանիքը, մանրամասները գիտենք, չգիտեմ մինչև երկինքը այդ տորտը չենք անի, բայց ինչ-որ մի փոքր տարբերակը ավելի շուտ կարող են կրկնօրինակել, քան, չգիտեմ, 5-րդ կամ 6-րդ կամ 10-րդ, 17-րդ դարի արքունիքի հարսանիքը, որի ականատեսները կարելի է մատների վրա հաշվել, թե քանի հոգի կարող են լինել կամ դրանց մասին պատմությունները մինչև ուր կարող էին հասնել։ Այսինքն այս մեր 19-րդ դարի հարսանիքը դառնում է ավանդական այն պատճառով, որ հենց այդ ժամանակաշրջանում է, որ տարածվում է փնտրտուքը գրանցելու ժողովրդական ծես, ժողովրդական մշակույթ, լինի հարսանիք, լինի թաղում, լինի տոն, առօրյա ինչ ուզում եք։ Ինչի, որովհետև հենց 19-րդ դարում է, որ
սկսում են ձևավորվել այդ ազգ պետությունները եւ ամեն պետության համար կամ ազգային գաղափարախոսությունները ավելի շուտ երբեմն պետությունն է ձևավորում այդ գաղափարախոսությունը, երբեմն այդ գաղափարախոսությունները հանգեցնում են ազգային պետության ձևավորման, բայց դա 19-րդ դարի երևույթ է, որովհետև ընդամենը ֆրանսիական հեղափոխությունից հետո է, որ ժողովուրդը սկսում են ընկալել որպես մի առանցին միավոր, որպես պատմության սուբյեկտ։ Մինչ այդ իշխանավորներն էին, եկեղեցին էր, Աստվածն էր, որը որոշում էր, կանխորոշում էր, թե պատմությունը ինչպես պետք է գնա։ Ընկալումներն էին այդպիսին, եւ եթե նայեք մեր պատմահայրերի, ինձանից լավ գիտեք աշխատանքները, ապա դրա բազմաթիվ վկայությունները կտեսնենք։ Ժողովուրդը որպես ինքնուրույն միավոր, որը կարող է պատմության անիվը ուղղել այս կամ այն ճանապարհով, դրա գիտակցումը, անկալումը հիմնականում ձևավորվում է ֆրանսիական հեղափոխությունից հետո եւ միառժամանակ էլ անհրաժեշտ է լինում, որ դա ի վերջո ձևավորվի ինչ-որ ազգային գաղափարախոսության եւ դա սկսի տարածել շուտից եվրոպական տարբեր պետություններում, հետո դրանց ազդեցության ներքո նաեւ ավելի այլ ժողովուրդների միջավայրում։ Ուրեմն այդ ազգ պետություն, միասնություն գաղափարը ինքը իր հերթին ծնում է հետաքրքրություն, թե ինչ բովանդակությամբ բալացնել այդ ազգ ասածը, այդ ժողովուրդ ասածը։ Եվ ամեն խմբի մտավորականներ սկսում են փնտրել այն այսպես կոչված մաքուրը, ազգային էթնիկը, այն տեղերում, որտեղ որ մարդիկ քիչ են իրար հետ խառնված։ Քաղաքները դա այն հանգույցներ են, որտեղ տարբեր ազգեր, ժողովուրդներ, ճանապարհորդողներ անընդհատ իրար հետ շփվում են, ուրեմն սա լավագույն տեղը չէր գտնելու այն այսպես կոչված մաքուր ազգայինը, եւ դրա համար ուշադրությունը ուղղվում է դեպի գյուղ, մտավորականները սկսում են գնալ գյուղերում գրանցել տեղական սովորությունները եւ դրանք վերածել տեքստի։ Միայն 19-րդ դարում է, որ մենք ունենք արդեն բավականին մանրամասն նկարագրված հարսանեկան տեղական սովորույթներ, գրեթե ողջ հայկական լեռնաշխարհով մեկ, տարբեր մեր մտավորականների կողմից, Ռուսահայաստանի մասում իր հեղինակներ ունեն, Տաճկահայաստանի մասում իր հեղինակներ ունեն, որոշ հեղինակներ, ինչպիսին է Լալայանը, ազգագրական հանդեսի էջերում ինքն անդրադառնում է եւ արևմտյան եւ արևելա հայկական տարբեր խմբերի հարսանիքներ եւ ոչ միայն հարսանիքների, տարբեր սովորությունների, ծեսերի, տոների նկարագրությանը, հենց այդ ժամանակ է, որ մենք դա ունենք մանրամասն նկարագրած, եւ մեզ համար հենց որ մի բան ինքը արձանագրվում է, վերածվում է տեքստի, ինքը սկսում է ընկալվել որպես կանոնիկ մի բան, որը դու կարող ես վերարտադրել, որովհետեւ մանրամասն գրված է։ Մինչ այդ քիչ թե շատ մանրամասն նկարագրությունը մենք ունենք 15-րդ դարի միջեռագրության մեջ, այնտեղ կասկած այնքան ողջական չի հասել, ոմանք համարում են 16-րդ դար, ինչևէ դա միակ ձեռագիրն է, որտեղ կան 21 նկարագրած ծես հարսանեկան եւ այն ծեսերը, որոնք որ համընկնում են այսօրվա հարսանեկան ինչ-որ ծեսերի հետ, պերսոնաժներն են նույնական, դա ճիշտն ասած ավելի շատ զարմացնող հանգամանք է, քան օրինաչափ, որ այսքան ժամանակ այս գոնե 5-6 դարերի ընթացքում միևնույն պերսոնաժները փաստորեն շրջանառվել են։ Մենք դա ինչ-որ ձևով օրինակ աղվեսի մասին տեղեկություն ունենք նաև այդ շրջանում եւ դա մեզ հասել է, բայց եթե մենք անդրադառնանք թե ինչ գործողություններ են արել, ինչպես է փեսան հագնվել, ինչպիսի խորհրդանշաններ են այնտեղ հիշատակվում, մենք հազիվ թե զուգահեռներ գտնենք այսօրվա հարսանիքի հետ կամ նույնիսկ 19-րդ դարի հարսանիքի հետ։ Դրա համար, երբ որ ազգագրագետները ասում են ավանդական, նրանք շատ հստակ նկատի ունեն 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ, որովհետև ունեն այդ ժամանակաշրջանում արձանագրած գրավոր
ականատեսի աչքով ինչ որ նկարագրված մի նյութ։ Դա էլ երկրորդ հարցն է, ասենք, թե ինչքանով են լավ նկարագրել, ինչքանով է դա հարազատ իրականությանը, ինչքանով են միջինացրել այդ տարբեր տեսակի հարսանիքները կամ մեկ հարսանիքը նկարագրել որպես օրինավոր եւ ամբողջական։ Սա էլ հարցի դեռ երկրորդ կողմն է, որը ցավոք չենք կարող որևէ կերպ լուծել, որովհետեւ ունենք այն, ինչ որ ունենք եւ ուղղակի կարդալով պիտի հաշվի առնենք, որ սա ինչ որ մի հեղինակի պատկերացրած հարսանեկան ընթացքի արձանագրումն է կատարված այս գյուղում կամ այն գյուղում, որը ինքը կարող է ներկայացնել որպես օրինակ Լորվա հարսանիք կամ չգիտեմ Վայոց ձորի հարսանիք, բայց դա չի նշանակում, որ դա Լորվա կամ Վայոց ձորի հարսանիք է։ Դա հարսանիքներից մի տարբերակ է, որը կատարվել է Լոռիում կամ Վայոց ձորում, միգուցե կողքի մի քանի գյուղենքում, եթե ինքը գնար, ինքը մեկ այլ տարբերակ կգրանցեր կամ միևնույն գյուղում, եթե խոսեր մեկ ուրիշի հետ կամ այլ կարողություն ունեցող մեկ այլ մարդու հետ, միգուցե ինքը այլ տիպի հարսանիք գրանցեր։ Այսինքն այս աղբյուրը եւ արդյունքը ունենալու նկարագրությունը եւ այդ նկարագրությամբ առաջնորդվելով խնդիրը եւ այդ նկարագրությանը ինչ որ կշիռ տալու խնդիրը այսօրվա մարդու գիտակցելու հարցն է։ Մենք պիտի ուրախանանք, որ ունենք այդ պաշարը, գոնե այդ նկարագրությունը դա հետաքրքիր է, բայց պիտի չգերագնահատենք, այլ պիտի հասկանանք ավելի շուտ, թե ինչու էին այս կամ այն հեղինակները ծեսը այդպես նկարագրել։ Պիտի հաշվի առնենք օրինակ, որ այդ հեղինակների մեծ մասը տղամարդիկ էին, որտեղ մտավորականները եւ կրթություն ստացողները այդ ժամանակ հիմնականում տղամարդիկ են, եւ ծեսի նկարագրությունը տղամարդու աչքով էր արված։ Ինչպես օրինակ այսօր նույնպես հարսանիքի նկարագրությունը, որը մեծ մասամբ մենք ունենք տեսագրությունների շնորհիվ, տեսագրությունները արվում են տեսայի կողմից վարձված օպերատորների աշխատանքի շնորհիվ, այսինքն դա տեսայի կողմից արված ոնց որ նկարագրությունն է, ու եթե ասենք օպերատորը ինքը նկարագրում է ամբողջ ընթացքը, ինչ որ կատարվում է, ապա 19-րդ դարում պատկերացրեք մարդ, որ պետք է ծեսը նկարագրեր, եթե ինքը տղամարդ էր, ինքը մուտք չուներ կանանց ծեսերի, իսկ դրանք բավականին տարբեր էին, անջատված էին, նույնիսկ տարածքի առումով կանայք առանցին էին նստում, տղամարդիկ առանցին եւ կանանց ծեսերը փակ էին, եւ կանանց հետ խոսելու հնարավորություն չունեն, որովհետեւ այդ սահմանափակումը կա եւ դա է պատճառներից մեկն է, որ բազմաթիվ կանանց վերաբերող ծեսեր մենք չունենք արձանագրված, չունենք մանրամասն նկարագրված եւ կարող ենք ուղղակի կողմնակի դատողություններ անել դրանց վերաբերյալ։ Ու մի կարևոր հանգամանք այնուամենայնիվ պիտի հաշվի առնենք, դա հարսանիքի զարմանալի երկու կարողությունն է հարսանիքի որպես տեսի։ Մի կողմից սա շատ պահպանողական ծես է, ինչպես ասեցի, օրինակ այն, որ որոշ երևույթներ մենք ունենք արձանագրած առնվազն 5-րդ դարից, ասենք ինչ որ բան շախտալու սովորույթը, կամ պերսոնաժները, որ ունենք առնվազն 15-րդ դարից արձանագրված, եւ այդ որոշ տարեր եկել հասել են մինչև մեր օրը, դա ցույց է տալիս, թե ինչպիսի պահպանողական երևույթի հետ մենք գործ ունենք։ Ըստ էության հարսանիքը դա բավականին այսպես փակ մնայուն մի երևույթ է, դրա վկայությունները կան։ Բայց մյուս կողմից հարսանիքը չափազանց զգայուն է ցանկացած նորաձևությանը։ Եթե դուք հետևեք, ապա կտեսնեք, որ բավական է, որպեսզի որևէ մի հատ նոր երգ հայտնվի, այդպես հիթային երգերից, որ առավել այդպես պոպուլար են, կամ մի նոր հարգի ճաշատեսակ, կամ զգեստը, երբ որ ամուսնական զույգը 2011-ին Միդլթոնն ու Վիլյամը
բրիտանական զույգը ամուսնանում էր, հենց հաջորդ օրը չինացիները կրկնօրինակեցին իրենց ուրեմն ամուսնական զգեստը։ Այդ միանգամից մի բան, որ նորաձև է դառնում ու սենց հարսանիքը կլանում է եւ իր մեջ է վերցնում, սա էլ մյուս կարողությունն է։ Այսինքն ունենք երկու իրարամերժ process-ներ մի ծեսի շրջանակում եւ դրա համար պիտի հաշվի առնենք, որ այստեղ կարող ենք հավասարապես գտնել եւ շատ արխայիկ շերտեր, շատ արխայիկ դրսևորումներ եւ շատ նոր։ Ընդ որում այդ արխայիկը, որ ասում ենք, պիտի հաշվի առնենք, որ ինքը կարող է ձևով լինել հին, մեկնաբանությունը բացարձակապես թարմանալ։ Կարող է լինել բացարձակ նոր ծես, բայց որի գործառույթը կամ մեկնաբանությունը, նպատակը լինի բավականին արխայիկ, որովհետև ամուսնությունը ինքնին որպես երևույթ մարդուն, այսինքն զուգորդվելը իր կենթանական բնույթից է գալիս եւ նույնիսկ որոշ գիտնականներ գտնում են, որ այդպիսի անցումային նվիրագործման ծեսեր բնորոշ են նույնիսկ կենթանիներին, որովհետև այդ երգերը զուգորդվելուց առաջ մեկը մյուսին կանչելը իրենք հիշեցնում են այդ հարսանեկան կամ ամուսնական ծեսերի տրամաբանությունը որոշ չափով։ Ու այստեղ հարց է առաջանում հասկանալու, թե բա ինչի է այս մշակույթի մեջ, ազգային, այսպես ասենք, կամ էթնիկ, կամ ինչպես ուզում եք, լոկալ մշակույթի մեջ, ինչ տեղ է զբաղեցնում այդ դեպքում հարսանիքը, ինքը հիմա մնայուն երևույթների մեջ պիտի նայենք, թե այդ փոփոխականների մեջ պետք է նայենք։ Այստեղ կարևոր է հասկանալ ընտանիքի որպես միավորի կարևորությունը որևէ ժառանգություն պահպանելու եւ փոխանցելու հարցում։ Եվ ավելին ասեմ, այն քաղաքական միավորները, որոնք որ ուզում են որոշակի ներգործություն ունենալ, գաղափարախոսական, կառավարչական եւ այլն, նրանք որպես կանոն փորձում են այդ ներգործությունը իրականացնել ընտանիքի միջոցով։ Օրինակ այն, որ ամուսնությունը պարտադիր պետք է եկեղեցում կատարվեր, այդ պսակադրության տարը, որը մտավ հարսանիք, սա ոչ միայն խնդիրն էր, որ ինչ-որ ձևի պետք է հարսանիքը վավերացվեր, դառնար լեգիտիմ միջնադարում, այլ դա նաև միջոց է, որպեսզի քրիստոնեությունը տարածվեր։ Մենք ունենք եւ մաշտոցներում արձանագրված այն անցումային փուլը, երբ որ հարսանիքները եւ պսակադրությունները բնականաբար կատարվում էին տանը եւ խնդիր էր դրվում, թե ինչպես տեղափոխել այդ տարը ընտանիքից եկեղեցի, որովհետև դա դառնում էր այն սոսնձող եւ կարեւոր հանգամանքը, ինչը դրդում էր, ստիպում էր մարդկանց գնալ հաճախել եկեղեցի։ Խորհրդային միության ժամանակ մենք ունենք այդ կարմիր հարսանիքների երևույթը, կոմերիտական հարսանիքների երևույթը, որ էլի ընտանիքի միջոցով փորձ է արվում ընտանիքի ամուսնության միջոցով փորձ է արվում ինչ-որ գաղափարախոսություն ներթափանցել մինչև այն, ոնց որ ասում են ժողովրդի ուղնուցուց, այսինքն ամբողջությամբ վերահսկել իրողությունը, իրականությունը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք մի կարևոր մեխանիզմ, երբ որ որոշակի ծեսեր, սովորություններ մտնում են ընտանիք եւ հատկապես ամուսնական ծիսակարգի մաս են դառնում, դրանք անկախ կտրուկ քաղաքական փոփոխություններից ունեն որոշակի ներուժ պահպանվելու եւ փոխանցվելու։ Օրինակ այն ծեսերը, որոնք որ ունեն միայն համայնքային ձևաչափ, օրինակ բարիկենթանը, որի համար մարդիկ այդ մեր կարնավալն էր, այսպես ասած, հայկական ամբողջ գյուղը երկու շաբաթ տոնում է, բայց այն չուներ հատուկ ամուսնության, ամուսնական ծեսի հետ կապված որոշակի ծիսակարգ։
Ինչը օրինակ ուներ Զատիկը նորահարսի պարագայում ենթադրվում էին որոշակի գործողություններ, ինչը ուներ Տրնդեզը եւ այդ պատճառով, երբ որ խորհրդային շրջանում այդ համանքային կրոնական ծեսերի դեմ պայքար գնաց եւ որոշ չափով հաջողեց եւ օրինակ բարի կենտրոնը ամբողջությամբ դուրս եկավ մեր մշակութային դաշտից, որոշ այլ ծեսեր, ինչպիսին են Զատիկը, Տրնդեզը, պահպանվեցին, որովհետեւ այդ ամուսնական զույգերը այդ օրերին ունեն պարտավորվածություն նվերների փոխանակում, ինչ որ դեպի նորահարսի մուտքը նշելու եւ այլն, այսինքն այդ ամուսնության հետ կապված մասը պահպանվեց եւ ծեսը տոնը ինչ որ չափով, ինչ որ ձևով հնարավորություն ունեցավ վերապրելու նաեւ այդ խորհրդային ժամանակաշրջանը։ Եվ այստեղ մի հատ էլ ուզում եմ ամրագրեմ նաեւ այն միտքը, որի մասին սկզբից խոսեցի, որ ցանկացած ճգնաժամ, քաղաքական, տնտեսական, մեծ աղետ, մեծ ճգնաժամերը իրենք առիթ են դառնում այդ շարունակականությունը խզելու։ Եվ խնդիրը այն չի, որ մարդ տենց դարդոտեց, պրոբլեմ ունեցավ, հավես չունի հարսանիքի, ոչ, այդ տնտեսական շղթան է ընդհատվում։ Եվ ինչ որ մի ժամանակ է հարկավոր, որպեսզի նոր կայունություն տեղի ունենա, որի հետևանքով նոր հարաբերություններ են, նոր նորմաներ են հանդես գալիս եւ ինչ որ ասենք կարող է դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարդիկ շարունակեին փորձ անել նույնատիպ հարսանիքներ անել, քիչ թե շատ նույն տրամաբանությամբ, ինչ որ անում էին մինչև այդ պատերազմը, իհարկե քանակը կտրուկ իջեցվում էր եւ այլն եւ ընդհանուր մթնոլորտը նպաստող չի, բայց ամենակարևորը դա այն մի շրջանն է, որ այդ ճգնաժամից հետո տեղի է ունենում որոշակի դադար, ճգնաժամային հետ ճգնաժամային դադար, որի ընթացքում նոր պայմանները ստիպում են նոր հարաբերություններ ձևավորելու եւ այդ ժամանակ է, որ ստեղծվում են նոր ծեսեր, նոր մոտեցումներ, նոր ազդեցություններ ու այդ պահից սկսած կարծես թե այնպիսի տպավորություն է, որ այս նոր ձևավորվածը ինքը միշտ եղել է։ Էլի հերո չգնամ, եթե մենք համեմատենք խորհրդային եւ հետխորհրդային շրջանի հարսանիքները, ապա կտեսնենք այդ ճգնաժամային դադարը ինչպիսի կտրուկ փոփոխություն բերեց այդ խորհրդային շրջանի հարսանիքի եւ հետխորհրդային շրջանի հարսանիքի։ Բայց դա պիտի ասեմ, որ բան չի։ Գիտեք, պատահական երևույթ չի, որովհետեւ այն հարսանիքները, որ մենք ունենք արձանագրված 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, դրանք, այսինքն ավանդական կոչված հարսանիքները կամ ազգագրագետների, մարդաբանների լեզվով ասած պրեմոդեռն շրջանի, միջ արդիական շրջանի հարսանիքները իրենց տրամաբանությամբ, բնույթով, էությամբ խիստ տարբերվում էին խորհրդային շրջանի հարսանիքների տրամաբանությունից, իսկ որը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, որը Եվրոպայում մենք ասենք արդիականության կամ արդժամանակաշրջան կամ մոդեռն շրջան, երբ որ այդ ազգային պետություններն են ձևավորվում, եւ վերջապես ժամանակակից հարսանիքները, ոչ թե արդի շրջանի, այլևի ավելի ճիշտ կներ ասել հետ արդի, պոստմոդեռն շրջանի հարսանիքները, որոնք որ մեզ մոտ ձևավորվեցին այդ հետխորհրդային ճգնաժամից հետո։ Ինչպես տարանջատենք այդ 3 տեսակները, եկեք հասկանանք իհարկե դրանք պայմանական 3 տեսակներ են, բայց դրանց տեղը տրամաբանությունը ընկալելու համար եկեք հասկանանք, թե ինչպիսի հիմնական խորհրդանշային այդ իրենց ձևավորման լեզուն ինչի մասին էր, ովքեր էին ծեսի հասցեատերերը եւ
մեր ամուսնացող զույգերից որ մեկն է, որ դառնում է հիմնական դերակատարը հարսանիքի։ Այդ տրամաբանության մեջ, ինչպես տեսնում եք այս աղյուսակում, ավանդական հարսանիքի բոլոր խորհրդանշանների մեկնաբանությունը, եթե փորձեք անել ամենաընդհանուր ձևով, սխալված չեք լինի, եթե ասեք, որ ուղղված էին պատղաբերությունը ապահովելու։ Այսինքն իմաստը որևէ օգտագործվող խորհրդանշանի, դա այն էր, որ ամուսնական զույգը ի վերջո կարողանա սերունդ ունենալ, լինել բարգավաճ, պատղաբերությունը բոլոր իմաստներով եւ բարգավաճության եւ սերնդափոխության։ Հաստեատերը այդ նպատակի շահագրգիռ խումբը ողջ համայնքն էր, որովհետեւ այդ ամեն մի բջիջից կախված, ամեն մեկից կախված, ուրեմն խումբը ի վերջո ստանում է այս կամ այն, համայնքը ստանում է իր այստեղ դուք արդեն տեսնում եք, որ խորհրդային ժամանակաշրջանում օրինակ ավելի կարևոր են դառնում ամուսնացող զույգերի միջև հարաբերությունները։ Այս ժամանակաշրջանում է, եթե ավանդականում ամուսնությունը դա տնտեսական միավորում էր եւ հարցնեցան կարող է իրենց ոչ էլ կհարցնեին համաձայն են, համաձայն չեն, ուզում են, չեն ուզում, ընտանիքները որոշել են իրանց միակ ելքը հնազանդվելն էր։ Խորհրդային ժամանակաշրջանում արդեն կարևոր է դառնում սիրո գաղափարը, եթե դուք նայեք այդ հրավիրատոմսերում այնտեղ արդեն աղունիկներ են, սրտիկներ են, այդ լեզուն փոխվում է։ Եվ այստեղ ավելի կարևոր է դառնում հենց ընտանիքը, իր փոքր ընտանիքը, երկու հոգին, որը ձևավորում է եւ հարսանիքի մասնակիցներ են դառնում եւ որոշակի ձայնի իրավունք են ստանում եւ ամենակարևորը ոչ թե մեծ համայնքն է որոշում կայացնում, այլ անմիջապես այդ ամուսնացող ընտանիքները եւ եթե նայեք ամենտեղ զույգն է ամենա այդպես աչքի ընկնող պատկերները ժամանակակից հարսանիքում ձևավորելու սկզբունքը դառնում է գեղագիտությունն, այսինքն այնքան էլ էական չի թե խորհրդանշանը ինչ իմաստ ունի, կարևոր որ գեղեցիկ լինի, կարևոր որ ինչ-որ մի ոճի մեջ լինի, այդ ձևը ի հաշիվ բովանդակության, գեղագիտությունը որպես ինքնանպատակ, սա միանգամից աչքի է ընկնում եւ այստեղ իհարկե շատ մեծ դեր ու նշանակություն ունի շուկան եւ կոմերցիան, որը որպես կանոն միշտ աշխատում է կնոջ շուրջը եւ այս դեպքում դրա համար պատահական չի, որ հարսն է դառնում հիմնական դերակատարը եւ ամուսնությունը սա ոչ թե ինչ-որ երկուսի այդ միասնությունը, այլ ամեն մարդու համար իր կյանքում կատարվող ինչ-որ մի կարևոր իրադարձություն եւ այստեղ հարսնել է իր համար կարևոր երևույթ դառնում, հեսանել իր համար, իր ապրելու, իր տեքստն է ձեռք բերում եւ այս առումով հաստեատերը տեսակ անհատն է դառնում, եթե այսպես կարելի է ասել։ Ուրեմն ես ինչ-որ բաներ բաց թողնեմ։ Եթե վերադառնամ այն խնդրին, թե ինչի հաշվին էր պահպանվում որոշակի ծեսերի շարունակականությունը, ապա պիտի հասկանանք, որ շարունակականությունը հնարավոր է ապահովել ինստիտուտների հաշվին, ինչպես որ պետությունն է, ինքը ավելի երկար է, քան մարդու կյանքը եւ ինստիտուտներն են, որ ապահովում են ինչ-որ վերարտադրություն, հայերիս դեպքում իսկապես շատ բաներ մենք կարողացել ենք պահպանել կամ ունենք վերարտադրվող շնորհիվ եկեղեցու։ Ոնց եկեղեցին մտնում է մոտավորապես 4-ից 6-րդ դար փորձում ամրագրվել, հետո գնալով ավելի ու ավելի, հետո որոշ ծեսեր ինքը վերցնում է իր հովանու ներքո, ամրագրում է
եւ ապահովում է այդ շարունակականությունը, բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, երբ որ խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դուրս է մղվում մեր կենցաղից, շատ ծեսեր իր հետ նույնպես դուրս են ընկնում մեր կենցաղից։ Օրինակ, այստեղ կուզենայի անդրադառնալ շատ աղմուկ հանած կփորձեմ հնարավորինս կարճ կարմիր խնձոր կոչված ծեսի հետ կապված քննարկումներին եւ իրականում մարդու մարմնի այդ կուսազրկման հետ կապված առաջի գիշերի հետ կապված ծեսերը մենք ունենք ոչ միայն այդ կուսազրկման ապացույցի շուրջ քննարկումները, կարմիր խնձոր ծեսը այն տեսքով, որով դուք այսօր գիտեք, այլ ունենք դրա ավելի եկեղեցական տարբերակը, այսպես կոչված թաքվերած ծեսը, որը կապված էր ոնց որ թույլտվության հետ մտնել առագաստ։ Դա կատարվում էր քավորի եւ հոգեվորականի մասնակցությամբ Փեսայի տանը, մինչեւ առագաստ մտնելը, երբ որ քանդվում էին այդ Փեսայի նարոտը, ուրեմն ծառներ քանդվում եւ Փարսին ու Փեսային թույլ են տալիս մեկուսանալ, առաջի գիշերն է տեղի ունենում, դա այն նարոտն է, որը հարսանիքի սկզբում սակադրության ժամանակ կապում են եւ ուրեմն առագաստ մտնելուց առաջ քանդում են։ Որոշ դեպքերում դա կարող է տևել 3 օր, 7 օր, կախված նրանից, թե ում մոտ հարսանիքը ինչ տևողություն է ունեցել։ Եվ եթե մենք նայենք, ես մոտավորապես համեմատել եմ մոտ 100 նկարագրություն, այսպես կոչված ավանդական հարսանիքի, այսինքն 17-րդ դարի վերջի 20-ի սկզբի եւ քիչ թե շատ ժամանակակցի, որ ինքս եմ հավաքել կամ արդեն հրատարակություններ են եղել։ Եվ մոտավորապես այսպիսի պատկեր է, որ ավանդական հարսանիքում ամեն տեղ ունենք նկարագրված թաքվերածը, իսկ հարսի մորը կարմիր խնձոր տանելը համեմատ է թաքվերածին շատ քիչ հանդիպող նկարագրություններից է, իսկ ժամանակակից հարսանիքում, երբ որ մարդիկ պատմում են, դու ազատ թողնում ես, ոչ մեկը բնականաբար չի հիշում թաքվերած ծեսը, բայց գրեթե բոլորը հիշատակում են կարմիր խնձորը, չնայած թաքվերած ծեսը, եթե դուք այսօր անում եք պսակադրություն, ինքը կատարվում է, ուղղակի պսակադրության ընթացքում այդ շորը գցելը, վերցնելը, դա պսակադրության ընթացքում կատարվող այսպես մոնտաժված մի բան է, որի մասին այսօր ծեսը անցնողները եւ ականատեսները նույնիսկ չգիտեն, ոչ ծեսի անունը գիտեն, ոչ բովանդակությունը գիտեն, ոչ նպատակը գիտեն։ Մինչդեռ ինչ վերաբերում է այսօր ընդունված այդ պարտադիր կարմիր խնձոր տանել երևույթին, նկարագրություններում, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ դրանք բազմաթիվ են, այսինքն կարմիր խնձորից բացի շատ այլ բաներ են տարել որպես նվեր, կամ խնձորի հետ, կամ խնձորի փոխարեն, կամ միասին պարտադիր չի, դուք այստեղ տեսնում եք, թե ինչ հաճախականությամբ դրանք հանդիպում են։ Կներեք, եւ բացի ուղղակի ինչ որ բան տանելուց, մենք տեսնում ենք, որ կուսազրկումը որպես մի առանցին նպատակ, հա, ծեսի երևույթ եւ կուսազրկումը նշող ծեսը, դրանք կարող են լինել նույնպես շատ բազմազան, շատ տարբեր ձևերով, այսինքն ոչ միայն ուղղակի կարմիր խնձոր տանել, դա կարող է, չգիտեմ, հրացանից կրակել, դա կարող է սավան դուրս կախել, դա կարող է հարսին նվեր տալու ձևով լինել, եւ այն ինքը մի քանի ծեսերից կարող է բաղկացած լինել, թվարկած ծեսերից մի քանիսը համադրված կամ միայն մեկը կատարված, ավելին ասեմ, շատ հաճախ հատկապես որոշ շրջաններում, որտեղ որ հայերը համարյա թե խառն էին առնում քրտաբնակ բնակչության հետ, խմբերի հետ եւ միշտ կար վտանգ թաքցնելու վաղ տարիքում, աղջիկներին արդեն դեռահաս շրջանում ամուսնացնում էին,
լինում էր, որ 7 տարեկան երեխային էլ կարող էին ամուսնացնել։ Ճիշտ է, եկեղեցին չէր ընդունում, դա լեգիտիմ տարիք չէր, բայց այնուամենայնիվ հարսանիք արվում էր, ամուսնությունը համայնքի կողմից ճանաչվում էր, երեխային տեղափոխում էին փեսայի տուն եւ ինչ որ մի ժամանակ ինքը ապրում էր, կարող էր սկեսրոջ հետ քնել, ու պարզ է, որ ոչ արագաստ էր լինում, ոչ կուսազրկում էր լինում, ոչ այդ ծեսի հետ կապված որևէ երևույթ էր լինում, կարմիր խնձոր կամ որևէ նմանատիպ բան։ Հետո տարիներ էր անցնում, մինչև այդ երեխան հասունանում էր եւ հետո ինչ որ ամուսիններով արդեն միասին էին քնում։ Չնայած լինում էր նույնիսկ ես ինքս խոսել եմ կանանց հետ, որ դեռահաս էին, 14 տարեկան, 13 տարեկան դաշտանաշրջանը իրենց մոտ չէր սկսվել, իրանց ամուսնացրել են եւ իրանք ավելի շուտ էին կուսազրկվել, քան իրենց դաշտանաշրջանը սկսվել էր, նույնիսկ այդ տիպի բաներ էին լինում, բայց դա չէր նշանակում, որ բոլոր դեպքերում պիտի պարտադիր այդ ծեսը կատարեին։ Եվ այստեղ դուք տեսնում եք, թե ժամանակակից եւ ավանդական հասարակական ծեսերում ինչպիսի տարբեր համամասնությամբ են այդ առանձին ծեսերը իրականացվել եւ մենք տեսնում ենք, որ ժամանակակիցում շատ ավելի քիչ են այդ ծիսական տարբերակները, քան ավանդականում, այստեղ դա շատ ավելի լավ է երևում։ Ու հանկարծ մենք այսօր ունենք որպես պարտադիր մի ծես, այդ կարմիր խնձոր կոչված ծեսը, որը ունի նույնական մի տարբերակ ու խնդիր է դառնում հասկանալ, թե երբ եւ ինչի հաշվին այդ նույնական ձևը մենք ի վերջո ստացանք։ Ու պարզվում է, եթե նայենք քաղաքային եւ գյուղական բնակչության շարժերին Հայաստանում, ապա 30-ից 40-ական թվականները Երևանում մենք ունենք ներգաղթողների, գյուղից ներգաղթողների համարյա 45%, երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև 60-ական թվականները այդ ներխոսքը նվազում է, որը ինչի նպաստում է այսօրվա տնտեսական վիճակը, բայց 61-ից 70-ական թվականները, երբ որ Երևանը մեծացվում էր, պետք է մետրո կառուցեն, ինդուստրիալիզացիա է տեղ ունենում, գործարանները շատանում են եւ այդ ուրբանիզացիոն հոսքը կտրուկ աճում է, մենք նորից ստանում ենք 47% ծավալ եւ սա պիտի հասկանանք, որ ոչ միայն մարդիկ են, որոնք գյուղից տեղափոխվում են քաղաք, սրանք նաեւ սովորություններ են, ծեսեր են, տոներ են, տեղական լոկալ ոչ նյութական մշակութային ժառանգություն է նաև, որ գալիս է մի ընդհանուր խառնարան, իրար հետ հայտնվում է կոմունիկացիոն շատ խիտ դաշտի մեջ եւ այստեղ ձևավորվում է ինչ որ մի միքս տարբերակ։ Այստեղ հենց Երևանում է սովետական շրջանում է ըստ էության ձևավորվում այն տարբերակը, որ հիմա ընկալվում է որպես կանոնիկ, որ պարտադիր պետք է, չգիտեմ, մի քանի կանանցով խնձորը վերցնեն, նվերները վերցնեն, գնան հարսի տունը, հարսի մոր աչքալուսանք տան, նվեր ստանան, իրենց պետք է ուղեկցի մի հատ տղամարդ վարորդ, որը հետո գլուխը կբռնի այդ կանանց զրույցներից, հարևաններով հետո պիտի հավաքվեն այդ հարսի ուրեմն մոտ հարևանները եւ ազգակիցները, վկայեն, որ հարսը կույս էր եւ այլն, ու այս ծեսը այնքան է նույնականացվում, որ նույնիսկ կոմերցիոնից ձևաչափն է ստանում, այդ պատրաստի զամբյուղները խնձորներով, այսպիսի տորթեր են, խնձոր տորթեր պատրաստում, այս մյուս կողմ արդեն իդեպ կտրած է դրա համար բուտաֆորիա չէ, իսկական տորթը եւ այլն, այսինքն ինքը դառնում է այսպես ինքնության մի կարևոր բան, այնքան որ մի զավեշտալի դեպք էլ ինձ պատմեցին, այդ պատմեմ եւ դրա վրա կանգնենք, Սիմֆերոպոլում 90-ական թվականներին հայ համայնքը որպեսզի պահպանի այսպես հայկական ժառանգությունը, հայկականությունը, հայկական ծեսերը, իր վրա է վերցնում ծախսերը այն զույգի հարսանիքի, որը պատրաստ կլինի իրենց մշակած սցենարով, այսպես կոչված հայկական հարսանիքի սցենարով հարսանիք կատարել եւ բնականաբար այդ սցենարի մեջ արդեն գրում են նաև այդ կարմիր խնձորի ծեսի մասին,
Իսկ հարսանիքը տեղի ունենում ամռանը, որը իդեպ էլի շատ մի տարօրինակ բան է, որովհետև եթե մենք գնանք այդ ավանդական կոչված հարսանիքին, ոչ մեկի մտքով չեր անցնի հանկարծ ամռան անել հարսանիքը ուներ իր սեզոնը, ինչպես որ հիմա ոչ մեկի մտքով չի անցնի նոր տարին անել, չգիտեմ, հունիսին կամ հուլիսին, որովհետև դա նաև խիստ փոխկապված էր տնտեսական ցիկլի հետ, պետք է քո խաղողը հասներ, պետք է բերք ու բարիքը լիներ, պետք է այդ ազատ ժամանակը ունենար, դա սովորաբար լինում էր աշնանվերջ ու ձմեռվա, ուրեմն մինչև բարեկենդանի վերջ։ Այդ քո շրջանը, որի ընթացքում պետք է կարողանալ հասցնել հարսանիք անել։ Իսկ այստեղ հիմա շատ հարմար է, սովորաբար ամռան անում են, իսկ ամռան հատկապես հունիս ամիսներին, ոնց որ հիմա կամ հուլիս, դուք չեք կարողանա գտնել կարմիր խնձոր, այն ժամանակ 90-ականներին դեռ սուպերմարկետները չկար եւ այդքան գլոբալացված չէր շուկան, եւ այս մարդիկ հիմա գրված է ցուցակում ոնց անեն ու ինչ լուծում են գտնում, գնում են, առնում են այդ ժամանակ իրան շուկան դա թույլ էր տալիս Սիմֆերոպոլում կարմիր բուլղարական պղպեղները, որոնք որ տեսքով այդպես խոշոր նման են, հիշեցնում են խնձորը եւ դրանից են իրենց սինիները կապում ու ուրեմն իրենց կարմիր խնձորը այդ տարբերակով են տանում։ Սա է նաև թե ինչպես մեզ մոտ այդ երևույթի դեմ սկսեցին խոսել, շարժում սկսվեց, սա նույնպես ցույց է տալիս այն հանգամանքը, թե ինչքանով է ծեսը որոշակի ժամանակաշրջանում իրականացնում, աշխատում այն կատարում այն գործառույթը, որի համար ինքը ստեղծվել է, որտեղ եթե ավանդական ժամանակաշրջանում կինը ամբողջությամբ տրվում էր տղամարդու հովանավորության տակ էր հայտնվում իր ֆիզիկական, տնտեսական գոյությունը ամբողջությամբ իրենից էր կախված եւ իր սեռականությունը նույնպես դառնում էր նրա տնօրինության ամբողջական մենաշնորհը, ապա ոչ միայն Հայաստանում դա այդպես է, հա, ցանկացած ավանդականում եւ Եվրոպայում է այդպես եւ Ռուսաստանում է եւ շատ այլ տեղեր նույնպես, ու նույն Եվրոպայում այն շարժումը, որ մեր մոտ հիմա այս նկարը, որ ես արել եմ, եթե ճիշտ եմ հիշում 2008-9 թվականի դեպքերն եմ ասում, Եվրոպայում այս տիպի շարժումները եղան 60-ական, 70-ական թվականներին, երբ որ սկսեցին քննարկել կուսազրկման խնդիրը, կուսության խնդիրը ավելի շուտ, մեզ մոտ դա վերածվեց ուղղակի ծեսի քննադատության, որ հարիշ չի կնոջ անձնական խնդիրները ինչ որ խմբով քննարկելու ու կանանց իրավունքները պաշտպանող տարբեր խմբեր արեցին այդ ծեսի կարմիր խնձորի թաղման ծես, դա դարձավ մի մեծ հանրային քննարկման առիթ, հիշում եմ այդ ժամանակ գրեթե շաբաթը մեկ ինձ մոտ տարբեր լրագրողներ էին գալիս մի քանի տարի շարունակ հասկանալու թե սա կարմիր խնձորը ինչ ծես է եւ ինչի հետ ինքը կապ ունի։ Սա ուղղակի այն հարցի շուրջ, թե ինչպես է ծեսը ձևափոխվում, ինքը կապված է այն հասարակության հետ, այն տնտեսության հետ, որի մեջ ինքը ապրում է եւ այն սոցիալական դերերի, որ կինը կամ տղամարդը տվյալ հասարակությունում կամ ժամանակաշրջանում ունեն։